Բարև ձեզ։ Տեսնելով վարչապետ Փաշինյանի քարոզարշավի էմոցիոնալ պոռթկումները, ինչը թերևս նույնիսկ մեղմ բնորոշում է այն պատկերների համեմատ, որ մենք տեսնում ենք, Հայաստանի հասարակության շատ շրջանակներ հարց են տալիս, թե այսպիսի վարքագծով, այսպիսի ոճով աչքի ընկնող Նիկոլ Փաշինյանը ինչ ընկալումների է արժանանալու միջազգային դերակատարների շրջանում, տարբեր երկրների ղեկավարների, տարբեր միջազգային կազմակերպությունների առաջնորդների շրջանում, որոնք այս կամ այն հարցով կամ առիթով հարաբերվում են եւ հարաբերվելու են Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա կարողանա խորհրդարանի ընտրության արդյունքում պահել իշխանությունը։ Այս հարցը միանգամայն տրամաբանական է, բայց նաև կարծում եմ իրական ռեժիմի իմաստով ցավոք սրտի ավելորդ։ Ավելորդ այն տեսանկյունից, որ ընդհանրապես հարց որպես այդպիսին չկա, որովհետև Հայաստանի պետական քաղաքականության մեջ, որ վարվում է արդեն տևական ժամանակ, չկա սուբյեկտության տարրը։ Հետևաբար Հայաստանի պետական քաղաքականությունը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը, ընդ որում պետական քաղաքականություն արդեն ավելի շատ թերևս հնչում է ցուցանակային կամ դե յուրե իմաստով, քան բովանդակային։ Այլևս չի ընկալվում հարաբերության սուբյեկտ, հետևաբար միջազգային դերակատարների վերաբերմունքը ձևավորվում է հենց այս իրողությունից ելնելով։ Մնացյալը արդեն թե ինչպես կպահի իրեն Նիկոլ Փաշինյանը ներսում, մեծ հաշվով նրանց չի էլ հետաքրքրում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ներսում այս քաղաքական փիլիսոփայության շրջանակում, որը նա վարում է որպես պետական քաղաքականություն, իրեն պահի ամենալուրջ ձևով անգամ, միևնույն է արտաքին ընկալումները պայմանավորված են հենց քաղաքական բովանդակությունից, քաղաքականության փիլիսոփայությունից։ Իսկ այս տեսանկյունից Հայաստանի վարքագիծը վաղուց զուրկ է թե քաղաքականությունից, թե փիլիսոփայությունից, այլ ընդամենը անձնատուր է այն քաղաքական փիլիսոփայությանը, որ դավանում է Ադրբեջանը։ Ավելին, Հայաստանը ընդունել է այդ փիլիսոփայությունը դե ֆակտո, Հայաստանի իշխանության մասին է խոսքը բնականաբար, որի իմաստը հանգում է հետևյալին. Ադրբեջանը ձգտելով ռեգիոնալ հեգեմոնության, ներկայացնում է իրավիճակը միջազգային դերակատարներին հետևյալ տրամաբանությամբ. Ես կզբաղվեմ Հայաստանի հարցով, դա պատվիրակեք ինձ, դուք ավելորդ հոգս մի ունեցեք Հայաստանով զբաղվելու տեսանկյունից, իսկ մնացյալ հարցերը կապված ռեգիոնի հետ, առնվազն հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող, քննարկեք ինձ հետ։ Եվ ցավոք սրտի Հայաստանի քաղաքականությունը կամ, ինչպես նշեցի, ճակերտավոր իմաստով քաղաքականությունը, որ բնորոշվում է իբրև իրական Հայաստանի քաղաքականություն եւ անձնատուր է լինում ադրբեջանական մոտեցումներին, նպաստել է նրան, որ միջազգային դերակատարները ընդունեն իրերի այդ դրությունը։ Առավել եւս դա նրանց համար իսկապես նվազեցնում է աշխատանքը ռեգիոնալ ուղղությամբ։ Պարզ մաթեմատիկական օրինակով ներկայացնենք պատկերը։ Կովկասը ունի 3 պետություն, 3 երկիր, եւ Կովկասի վերաբերյալ թեմաներով միջազգային դերակատարները պետք է աշխատեն 3-ի հետ։ Երբ նրանցից մեկը իրեն դուրս է դնում սուբյեկտային տրամաբանությունից, ընդունելով մյուսի, այն էլ ռեգիոնալ հեգեմոնություն ունեցողի նարատիվները եւ օրակարգը, պայմաններն ու թելադրանքի ռեժիմը, բնականաբար խոշոր դերակատարները համակերպվում են այդ պատկերի հետ, որովհետև դա նրանց համար պակասեցնում է աշխատանքը կամ ինչպես ժողովրդական ձևով կարող ենք ասել, չարչարանքը նվազեցնում է։ Եվ մնում է ընդամենը Հայաստանին խրախուսել ժպիտներով, գրկախառնություններով եւ այլն, այսինքն Հայաստանի հետ իրական քաղաքականություն վարել այլևս պետք չէ, իսկ բարդությունը աշխատանքի տեսանկյունից հենց իրական քաղաքականությունն է, այլ ոչ թե ժպիտները, կենացները եւ գրկախառնությունները։ Սա է իրերի դրությունը եւ սրան որևէ միջազգային աշխարհաքաղաքական խաղացող կարող է հակառակվել, եթե ռազմավարական տեսանկյունից դժգոհ է ահա այս իրերի դրությունից, բայց ներկայումս որևէ մեկ այդպիսի դժգոհություն չունի, ինչը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ խոշորներն իրենք գտնվում են ռազմավարական վերադասավորումների փուլում ընդհանրապես աշխարհակարգային իմաստով։ Եվ այս տեսանկյունից որևէ մեկը սկզբունքորեն ռազմավարական դիրքավորում կովկասյան ուղղությամբ կարծես թե առայժմ չի փորձում դրսևորել։ Այո, լուրջ հարցադրումներ ունեն, լուրջ օրակարգեր ունեն, բայց ռեգիոնի ռազմավարական հանգուցալուծման ուղղությամբ գլխավոր քայլերը գոնե առայժմ դեռ չեն արվում։
Եվ սա իհարկե բերում է մեկ այլ հանգամանքի, որի մասին կխոսեմ քիչ ավելի ուշ։ Ահա այս իրավիճակից, միջազգային այս իրավիճակից օգտվելով Ադրբեջանը հենց այդ մոտեցումն է առաջարկել խոշորներին, Հայաստանը փաստացի ընդունել է այդ մոտեցումը կամ ցույց է տվել այդ մոտեցմանը ադապտացվելու, դրա ներքո լիովին հարմարավետ տեղավորվելու պատրաստակամություն, միայն թե այդ ամենը նպաստի ներսում քաղաքական իշխանությունը պահելուն։ Եվ բնական է բոլոր խոշոր դերակատարները առնվազն այս փուլում ընդունել են իրերի այդ դրությունը։ Հիմա այն հանգամանքի մասին, որը ավելի ուշ հիշատակելու վերաբերյալ նշեցի։ Այս իրավիճակը անկասկած ժամանակավոր է։ Եվ ժամանակավոր է, որովհետև կրկնեմ, տեղի է ունենում աշխարհակարգի շրջանակում վերադիրքավորում եւ Կովկասի հարցը, ինչպես գործնականում բոլոր ռեգիոնների հարցը, բայց Կովկասի հարցը բաց է եւ դրան խոշորները էապես անդրադառնալու են առաջիկայում։ Դա կապված կարող է լինել այլ ռեգիոնների հետ շղթայական տրամաբանությամբ կամ այլ ռեգիոնների ուղղությամբ որևէ այլ գործողության մոտիվներով պայմանավորված, բայց կասկած չկա, որ ռեգիոնի հարցը բաց է եւ երբ էական տրամադրվածություն եւ ժամանակ տրամադրվի դրանով զբաղվելու համար, ապա սա նշանակելու է, որ մեծապես կարող է առաջանալ իրավիճակի լարվածության, լիցքերի կուտակման ռիսկ։ Եվ սա կրկնեմ այլևս բացարձակապես նշանակություն չի ունենալու, թե Հայաստանը ինչպիսի քաղաքականությամբ է դիրքավորվում Ադրբեջանի հանդեպ, ընդունում է նարատիվները, լռում է Ադրբեջանի պահանջների հանդեպ, թե ոչ։ Հայաստանի դիրքավորումից կախված չի լինելու խոշոր խաղացողների պայքարի նոր ալիքը Կովկասում հանգուցային որոշումներ կամ լուծումներ ստանալու ուղղությամբ։ Ըստ այդմ այստեղ Հայաստանից կպահանջվի միայն մի բան՝ պատրաստ լինել այդ պայքարի էսկալացիային եւ լինել սուբյեկտ, որովհետեւ միայն այդ կերպ Հայաստանը կկարողանա չեզոքացնել այդ էսկալացիայից բխող մարտահրավերները, որովհետեւ հիմա Հայաստանը դիրքավորվել է մի տրամաբանությամբ, որը կարող ենք բնորոշել դարձյալ հետեւյալ կերպ, եթե ժողովրդական ձևակերպմամբ ասենք, Հայաստանը դիրքավորվել է հետեւյալ տրամաբանությամբ. մենք պատրաստ ենք փակել ցանկացած հաշիվ, բայց սա ասում են իբրև թե խաղաղության նկատառումով, բայց գործնականում սրա ասվածի խորքային մոտիվը իշխանությունն է եւ ոչ թե խաղաղությունը։ Եվ այս կերպ դիրքավորումը խաղաղություն չի ապահովելու, եթե Աստված մի արասցե Կովկասը դարձյալ մտնի այսպես լիցքերի կուտակման եւ ապակայունացման ռիսկերի աճի փուլ։ Հակառակը, Հայաստանի այսօրվա դիրքավորումը մենք պատրաստ ենք փակել ցանկացած հաշիվ միայն թե մեզ չնեղացնեք, բերելու է հակառակին, այսինքն Հայաստանը դարձնելու են արդեն որևէ սրացման կամ կոնֆլիկտի պատրվակ, իսկ տեխնոլոգիաները գիտենք, այդ տեխնոլոգիաները կիրառվում են նույն ժպիտով եւ գրկախառնությամբ։ Ահա այս իրերի այս դրությունն է, որ պետք է փոխել եւ Հայաստանի սուբյեկտությունը վերականգնել խաղաղության հավանականությունը էապես բարձրացնելու համար, եթե կրկնեմ Կովկասում փոխվում է աշխարհաքաղաքական դերակատարների մոտիվացիան եւ հետեւաբար զարգացումների տրամաբանությունը։ Ըստ այդմ, քանի դեռ այդ մոտիվացիան հօգուտ կայունության է, Հայաստանը պետք է օգտագործի ներսում իրավիճակը փոխելու համար։ Իսկ դա պետք է անի Հայաստանի հասարակությունը, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի հանրության ձեռքում է եւ ոչ թե ինքնիշխանության մասին առավոտից երեկո պորոտախոսությամբ զբաղվող քաղաքական իշխանության եւ նրա լանջերին գտնվող տարբեր ուժերի, որոնք գործնականում ոչ թե Հայաստանն են օժտում ինքնիշխանության ներուժով եւ դրա բարձրացման ընթացքով, այլ ընդամենը քաղաքական մակաբուծությամբ են զբաղված այդ հասկացությունը տեղի անտեղի, պատեհ անպատեհ օգտագործելով եւ շահարկելով։ Այն դեպքում, երբ հենց այդ իշխանությունը եւ գործնականում նաեւ նրա լանջերին եղած քաղաքական ու ոչ միայն քաղաքական շրջանակները իրենք են հայտնվել Ադրբեջանի ինքնիշխանության ձեռքերում։ Ըստ այդմ կրկնեմ, Հայաստանի ինքնիշխանության նվազագույն հեռանկարը պահելը եւ հետագայում արդեն ավելացնելու սուբյեկտությունը վերականգնելու հնարավորությունը Հայաստանի հանրության ձեռքում է, որը պետք է օգտագործել խորհրդարանի ընտրության այս գործընթացում։
նվազագույնը լուծելով իշխանությունը փոխելու խնդիրը եւ հետո արդեն փոխել իրավիճակը։ Այս տեսանկյունից իշխանությունը փոխելու համար բնականաբար պետք է դիտարկել դրա այսպես ասենք, օպերատիվ հնարավորությունը քվեարկության տեսանկյունից եւ հետո արդեն իհարկե հասարակական ավելի լայն ջանքով փորձել էական քայլեր կատարել իրավիճակի լայն փոփոխության համար։ Հայաստանի սուբյեկտությունը, հետևաբար նաև խաղաղությունը պաշտպանելու կարողությունը վերականգնելու համար։ Եվ այս իմաստով այն վարքագիծը, որ դրսևորում է Հայաստանի քաղաքական իշխանությունը կամ դրա առաջին դեմքը Նիկոլ Փաշինյանը, հենց խոսում է այն մասին, որ ներկայումս Փաշինյանն ինքը բացարձակապես ի վիճակի չէ որևէ կերպ փոխել իրերի նկարագրածս դրությունը, այն, որ կա միջազգային դերակատարների եւ ռեգիոնալ խաղացողների միջև ոչ բարձրաձայնված, բայց հստակ ամրագրված հարաբերակցության իմաստով, որտեղ Հայաստանը ընտրված է հաշիվ փակող եւ Հայաստանը կողմ է արտահայտվել այդ այսպես ասած ընտրությանը։ Նիկոլ Փաշինյանի ներքին վարքագիծը վկայում է, որ նա ի վիճակի չէ փոխել իրերի այս դրությունը։ Հակառակ պարագայում նա աչքի չէր ընկնի այդ վարքագծով, որովհետև այն, ինչ նա անում է ներսում, բացարձակապես հնարավորություն չկա կապիտալիզացնել դրսում։ Դրսում որևէ բան կապիտալիզացնելու համար պետք է ներսում փոխվեն որակները, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է այն ճակերտավոր լավագույն որակներին, որով աչքի է ընկել այս 8 տարվա ընթացքում եւ որի ցավալի հետևանքը Հայաստանը եւ Արցախը զգացել են ընդհանուր աստիճաններով։ Կրկնեմ, ահա այս պատկերը փոխելու հնարավորությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու հարցը Հայաստանի հասարակության ձեռքում է եւ այդ հարցը լուծելու հնարավորությունը խորհրդարանի ընտրության այս գործընթացն է։